Այն նշեցիք front office եւ back office-ի մասին։ Հիմա այս մասով ինչպես է ապահովելու փոխադարձության սկզբունքը արդյոք Ադրբեջանում նույնպես գործելու է front office։ Չգիտեմ, մենք այդ հարցին չենք անդրադարձել, դա Հայաստան-Ամերիկա բանակցությունների առարկա չի։ Եթե շատ անկեղծ ասեմ, ես նույնիսկ չգիտեմ դրա կարիքը ընդհանրապես կա թե չէ այդպիսի ֆոկուսով ուրեմն բանակցություններ սկսել, ընդհանրապես նայեք, մենք առիթ ունեցել ենք մի քանի անգամ խոսելու խաղաղությունից, առհասարակ խաղաղության պայմանագրից, այս համագործակցության դրսևորումներից, որ արդեն ունենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ես մշտապես ասում եմ եւ հարցնում եմ երաշխիքը որն է, հաջողության գրավականը որն է, փոխշահավետությունը։ Հիմա նայեք, այս կոնտեքստում եւս ամբողջ աշխարհը ուզում է իր ընթացակարգերը ջուրացնի, թվայնացնի, որպեսզի եկողը վարկյան առաջ ստանա համապատասխան ծառայությունը, պետությունն էլ վերիֆիկացիան անի, տեսնի, որ այդ մարդը վտանգ չի ներկայացնում, ինչ նպատակով է գալիս եւ արագ անցնի, եւ հետո մյուսը, այսինքն ծառայության այս դեպքում ուրեմն տարանցիկ ուղիներից օգտվելու, իմաստը դրանք հեշտացնելն է։ Ես կարծում եմ, որ իհարկե սա Ադրբեջանի գործն է, իրանք թող որոշեն, բայց կարծում եմ, որ ցանկացած երկրի շահագրգիռ է, որ այն առաջի կետից, երբ որ իր սահմանը հատում է օտար երկրի քաղաքացին կամ բեռը, օտարերկրյա ընկերության պատկանող հնարավորինս հեշտ նախ ստուգվի վտանգի ուրեմն բացառվի վտանգի առկայությունը, եւ հետո հնարավորինս հեշտ դյուրին անխնդիր այդ շարժը տեղի ունենա։ Պարոն Թրիփը նախատեսում է, որ Հայաստանը պետք է մշակի տարբերակված ընթացակարգեր այդ ճանապարհով անցնելու համար, այսինքն այն տարբեր է լինելու Հայաստանի այլ հատվածներում գոյություն ունեցող ընթացակարգերից եւ որն է լինելու այդ տարբերությունը։ Հիմա նայեք, ես հենց լավ է, որ այդ հարցը նախորդից հետո եք տալիս, որովհետև տրամաբանական եւ օրգանական շարունակությունն է, նախ տարբերակված ընթացակարգեր մարդկանց մեքենաների ապրանքների համար բավականին նորմալ գործընթաց է, այդ թվում եւ Ադրբեջանի եւ Նախիջևանի միջեւ երկուղությունով անցման համար ընդհանրապես մենք ուզում ենք մեր բոլոր ուրեմն սահմանների ուղղություններով ունենանք հնարավորինս հեշտ անցման ընթացակարգեր, ապահովելով իհարկե որևէ կերպ չխախտելով, չխոցելով, չստորադասելով մեր ինքնիշխանությունն ու իրավազորությունը եւ անհրաժեշտ գործընթացները, որոնք պետք է արվեն անձի վերիֆիկացիա եւ ընդ որում կրկին հստակ ասում ենք, այդ ընթացակարգերը պետք է լինեն Հայաստանի օրենքների, մեջբերում եմ, Հայաստանի օրենքների, կարգավորումների եւ միջազգային համաձայնագրերի հիման վրա ու միջազգային չափանիշներին համապատասխան։ Սա մենք պետք է բոլոր սահմաններով ուզենանք ունենալ, ենթադրում եմ մեր հարևաններն էլ որևէ երկիր մոլորակի վրա։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար